Եվ իհարկե բոլոր նրանք, ովքեր սիրում են պարում ես, շատ լավ, բոլոր նրանք, ովքեր սիրում են խոհանոցային արվեստը և սպասում են հատկապես հաղորդման այս հատվածին, միացեք և ձեր հարմարավետ տեղը գտեք հեռուստաէկրանների առջև, որովհետև ինչպես ասում են, երկու երնեք մի տեղ չի լինում, բայց մենք այսօր կոտրում ենք այդ կարծրատիպը, որովհետև երկու Անուշները մեզ մոտ տաղավարում են, մեր գործընկերուհի Անուշը և ֆուտբոլոգեր։ Այո, Անուշը, ես առաջարկում եմ մենք էլ հարմարավետ տեղավորվենք մեր տաքուկ բազմոցին և վայելենք մեր գործընկերների ու ընկերների ներկայությունը։ Տեսնենք ինչ են առաջարկում մեզ այսօր մեզ միացած Անուշները, բարի լույս։ Բարի լույս, բարի լույս։ Մենք այսօր պատրաստելու ենք հետաքրքիր համեղ աղցան Անուշի Բաղադրատոմսով։ Մյուս Անուշի։ Անուշ ջան, ասա դե ինչ է մեզ անհրաժեշտ, մինչև ես սկսեմ միսը կտրել։ Մեզ անհրաժեշտ է խաշած միս, թթու վարունգ, բուլղարական պղպեղներ, գունավոր, որքան վառ ու գունեղ լինի, այնքան ավելի սիրուն, եւ թանձրուկ ենք պատրաստելու իր համար ու այս աղցանի գլխավոր համը ու շեշտը հենց այս թանձրուկն է ստանալու այն հետաքրքիր համը, որ այսքան ասում են, խոսում են, չէ՞, այս աղցանի մասին։ Ձեր ընտանիքի անդամները սիրում են, հաճախ եք պատրաստում։ Դա ամենասիրելի աղցաններից մեկն է Անուշի բլոգում առհասարակ, եւ դրա համար որոշեցինք նաեւ ձեզ ներկայացնել։ Հիմա դուք արդեն կտրտեք պղպեղը երևի, Անուշ, ու սկսենք։ Բայց շատ հետաքրքիր է, մեզ միանգամից մեր ուշադրությունը սևեռվել էր այսօր այն փոքրիկ կարմիր պղպեղի վրա, հասկանալու համար թե հատուկ տեսակ է այն, թե պարզապես փոքր է մնացել։ Չգիտեմ, բայց շատ սիրուն է։ Շատ պարզապես փոքր է մնացել, դեռ չի հասցրել մեծանալ եւ ապահովելու է գույնն ու տրամադրությունը։ Որովհետև դեղին մենք փնտրում էինք փոքրիկ հալապենո, փոխարենը եկավ այսպեսի փոքրիկ պղպեղ։ Որը որքան ուրախացրեց, չէ՞, Այո, բոլորի ուշադրության կենտրոնում էր մինչև եթերը սկսել է։ Իդեպ դու հասկացար, չէ՞, որ Անուշները դեռ չեն նկատել, որ իրենց սեղանին ինչ-որ բան է պակասում։ Ինձ թվում է չեն էլ նկատել։ Ինչ է պակասում։ Մենք դա վերջում կասենք, վերջում Չեք կասենք։ թաքցրել ինչ որտեղ տաղավարում։ Չենք թաքցրել, ոչ։ Թե կերել եք արդեն։ Կերել է։ Մանել։ Լավ։ Դե գիտես հանուն արդարության պետք է ասենք։ Այո, ես կերել եմ։ Ինձ թվում է բոլորը հասկացան ինչը։ Խոսքը։ Իհարկե։ Այո։ Թթու վարունգը տեսնում եմ, որ Պակասել է։ Իսատվել է։ Մենք նախապես խաշել ենք տավարի միսը, ճիշտ է մեզ։ Այո, տավարի միսը խաշված է, իսկ պղպեղը գունավոր, հիմա պետք է թարմ կտրտվի։ Կարող ենք նաև տապակել, թե պետք է թարմ լինի անպայման, Անուշ, ինչպես է ավելի համեղ։ Ես թարմ եմ սիրում, բայց տապակել էլ կարող եք, որպեսզի շատ ձեթ չլինի, թարմ կանենք։ Այո։ Ընդհանրապես առողջ սննդի սիրահար ես, Անուշ։ Համով սննդի սիրահար եմ։ Կարևորը համեղ լինի։ Իսկ որքան հաճախ են համընկնում առողջը եւ համեղը։ Փորձում եմ համատեղել համեղն ու առողջը։ Իրականում մի քիչ համեստություն է անում, ասեմ, որ շատ գեղեցիկ ձևավորում է Անուշը միշտ եւ հատկապես թխվածքներ շատ հաճախ պատրաստում է, ավելի շատ հետաքրքիր թխվածքներ եւ միշտ ուշադրություն է դարձնում, որ այն լինի յուրօրինակ մատուցմամբ, տարբերվող, գեղեցիկ։ Այդ թխվածքների դեպքում ամեն ինչ ավելի բարդ է դառնում, որովհետև հաճախ չէ, որ թխվածքաբլիթները կարող են լինել առողջ։ Ինչպես է Անուշ այդտեղ գտնում այդ գաղտնիքը, համեղը, գեղեցիկն ու առողջարարը համատեղելու։ Փորձում եմ օգտագործել բարձր որակի ապրանքներ, մեկ էլ մինչև փորձում ենք մտածել առողջ ու համեղի մասին, վերջանում է։ Դե բարդ է ամեն դեպքում, այո, դիմակայել երբեմն այն հաճույքին, որ իրենից ներկայացնում է քաղցրավենիք վայելելը, գիտես, եւ հատկապես նկատել եմ, որ այդ սովորությունը գալիս է այն ժամանակ, երբ համեղ սնվել ես, քաղցդ հագեցվել ես եւ երբ զգում ես արդեն, որ քաղցդ հագեցված է, միանգամից մարմինդ, օրգանիզմը պահանջում է որևէ քաղցր բան։ Նկատել ես թե ոչ։ Դա չեմ նկատել, փոխարենը մի այլ նյութ եմ վերջերս կարդացել,
Շատ հաճախ մենք նշում ենք, որ երբ մի լավ հաց ենք ուտում քաղցած բավական երկար ժամանակ մնալուց հետո ախորժակով հաց ենք վայելում, հենց այդ բանից սկսում է մեր քունը տանել։ Ճնշման տատանում է։ Այո, դա ճնշման եւ դա կանխարգելելու համար մասնագետները ունեն փոքրիկ գաղտնիք, ասում են շատ փոքր կտոր թեկուզ, եթե նույնիսկ քաղցրի սիրահարճեք, քաղցր որևէ բան կերեք։ Օրինակ շոկոլադ։ Օրինակ շոկոլադ։ Նույն պահին ձեր այդ քնի ցանկությունը անհետանում է։ Կփորձեմ հետաքրքիր է, որովհետև շատ դեպքեր ման են եղել են, որ իսկապես այսպես համեղ սնվելուց հետո ուզում ես քնել։ Այո, բայց գիտես ուշադրություն չեմ դարձրել, քանի որ սովորություն ունեմ համեղ սնվելուց հետո մի փոքր քաղցր ուտելու։ Տես։ Կարծես համընկնում է, բայց ամեն դեպքում ուշադիր կլինեմ։ Պետք է փորձել է։ Հասկանալ համար արդյոք Աշխատում է։ Այո։ Մենք մոռացանք հարցնել կանաչու տեսակից Համեն է։ Ես փորձել եմ համեմը։ Միայն համեն։ Մանեին հարցրում։ Լավ։ Դու քիչ առաջ հեռուստադիտողներին նշեցիր, որ խոհանոցում արդեն եռուզեռ է։ Ես աղջիկների հետ խոհանոցում հասկանում էի, որ բաղադրիչը ինչքան, ինչու եւ այսպես տարատեսակ հարցեր։ Այստեղ իհարկե համեմ է, որովհետև այս աղցանի համար կարծում եմ մաղադանոսը մի քիչ այլ համ կտար, չէ՞, ես սիրում եմ համեմը։ Ես մաղադանոսն եմ սիրում, բայց Ավելի նեյտրալ է համով։ Ուրեմն ճիշտ ընտրել ես ամեն դեպքում այս աղցանի համար իհարկե շատ ավելի անհրաժեշտ է հենց համեմը։ Եվ մեկ անգամ հիշեցնես թանձրուկը ինչպես ենք պատրաստելու։ Թանձրուկը հիմա կպատրաստի, ուզում ես դու թանձրուկը պատրաստես, իսկ ես Լավ։ թթու վարուն կկտրեմ եւ բացատրես իր հետաքրքիր կողմերը թանձրուկի։ Ինչով է դառնում աղցանն այդքան հեքիաթային։ Թանձրուկը բաղկացած է ձեթ, այսինքն թանձրուկի մեջ ձեթ ենք լցնում, Ձիթապտղի յուղ։ ձիթապտղի յուղն ենք լցնում, լցնում ենք բալզամիկ քացախ, Արդեն հասկանում եք, չէ՞, ինչ է հենց կատարվելու։ բալզամիկ քացախն է գլխավոր համը, նաև սոյայի սոուս, Եթե սոյայի սոուս օգտագործում ենք, ուրեմն աղցանին այլևս աղ չենք ավելացնելու, սովորական աղ։ այո, չենք ավելացնում, քանի որ սոյայի սոուսը արդեն աղի է, մի քիչ շատ ենք ավելացնում, Հաճախ հենց աղի փոխարեն օգտագործում են սոյայի սոուս, որպեսզի չօգտագործեն սովորական աղ, եթե խուսափում են։ Բայց նշենք մեր հեռուստադիտողներին, որ ամեն բան չափի մեջ նաև օգտակար է եւ աղը միանգամից բացառել այդքան էլ պետք չէ, որովհետեւ աղը բալանսավորված իհարկե օգնում է նաև մեր քիմքին զգալ բոլոր համերը։ Եվ ինչ ենք վերջում ավելացնում, ահա։ սև պղպեղ, մի քիչ, Սև պղպեղ։ եւ 2 ճաշի գթալ տոմատի մածուկ, Բացարձակ չէի կարող մտածել երևակայել, որ վերջում ավելացնելու ենք նաև ու նաեւ ճզմած սխտոր։ Ավելացնենք սխտորը, թե ոչ, ասեք։ Դե թանձրուկը պետք է ամբողջական Այո, լինի։ ես համաձայն ճիշտ ես։ Ուրեմն կավելացնենք։ Անուշ, իսկ դու շատ հաճախ պատրաստում ես նաև ավանդական ճաշատեսակներ։ Որն է քո ամենասիրելին մեր հայկական ավանդական ճաշատեսակներից կամ թեկուզ քաղցրավենիքներից։ Քաղցրավենիքներից ամենասիրելին դարձել է գաթան, մինչև այդ փախլավան էի շատ սիրում, բայց գաթան ու փորձել եմ տարբեր միջոցներով, չեմ կարող առաջնությունը տալ ոչ մեկին, բոլորն էլ հավասար շատ սիրել եմ, իսկ ճաշատեսակներից երևի հարիսան։ Ասացիր տարբեր միջուկներով գաթա, իսկ ինչ-որ նորություն է, նոր տեսակներով ես փորձել նոր միջուկներով։ Չրերով եմ փորձել, դարչին մեխակով, իմ ամենասիրելին։ Դարչին մեխակ։ Այո, դարչին մեխակ, չրեր եւ ընկույզ։ Այդ ամենը խորիզի հետ միասին փաստորեն։ Այո։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր համադրություն է, այսպես որ պատկերացնում ես։ Շաքարը, ալյուրը մի փոքր ավելացնում եմ, որպեսզի չրերը իրար չկպչեն, Ահա։ որ ավելի հաճելի լինի ուտելը,
Շաքարավազն էլ ըստ ճաշակի եմ ավելացնում, եթե շատ քաղցրի սիրահար չեն, կարող են ընդհանրապես չավելացնել։ Տեսեք ինչ թանձրուկ դարձավ։ Արդեն շատ համով բուրում է։ Անուշ, իսկ քո սիրելի գաթայի տարբերակը որն է։ Ես ճիշտն ասած մենք հյուր ունեցանք վերջերս եւ տարբեր միջուկներով գաթա էր պատրաստել մեր Սիրանուշը ու հետաքրքիր էր սուրճի համով գաթա էր պատրաստել։ Այ դա չեմ նորարարություն էր, որովհետեւ հետաքրքիր էր, որ ինքը փորձել էր նոր միջուկներ մտածել, երևի կանաչին կտրեք, մինչեւ մենք ինչքան է անհրաժեշտ վերցրեք։ Եվ ինձ ու արմավով ու ընկույզով շատ համեղ էր ու շատ հետաքրքիր գաթա էր։ Գաթա է եղել։ Անուշ, իսկ քանի տարի է որ զբաղվում եք բլոգինգով եւ արդյոք դա մասնագիտություն է թե պարզապես հետաքրքիր ուղղվածություն, հոբի, որ ուղղակի ուղեկցում է ձեզ ձեր կյանքի այս փուլում։ Երևի արդեն մի քանի ամսից կլինի 10 տարի, որ զբաղվում եմ բլոգինգով, սկզբում ոչ շատ ակտիվ, այս վերջին 2 տարին եմ շատ ակտիվ, հիմնականում գործի բերումով է այդպես ստացվել, որ զբաղվել եմ բլոգինգով, SMM մասնագետ եմ։ Մասնագիտությամբ։ Երրորդ մասնագիտությամբ։ Երրորդ։ Իսկ նախորդ երկուսը։ Նախորդ երկուսը ավարտել եմ տնտեսագիտական ինստիտուտը, Երևանի պետական, ապահովագրական գործն է իմ հիմնական մասնագիտությունը, հետո գրաֆիկ դիզայն եւ SMM մասնագետ։ Հետո SMM մասնագետ, բայց զբաղվում եք ֆուդ բլոգինգով, շատ հետաքրքիր Ճանապարհ է։ ուսման ընթացք էր եւ ավարտ ամեն դեպքում շատ համեղ է։ Ինչ տեղի ունեցավ Անուշ։ Ավելացրեցինք քունջութը թավայի վրա, որպեսզի մի քիչ բովի։ Չէ որ բոված քունջութը բոլորովին այլ համ է հաղորդում։ Եվ համը ակտիվանում է։ Այո, եւ մի փոքր էլ խառնենք Անուշ ու ես ավելացնեմ թանձրուկը մինչեւ կանաչին էլ։ Անուշ, իսկ սիրում եք ավելի գարուն եւ ամառ խոհանոցը, թե ավելի աշտանային ու ձմեռային ուղղվածությամբ։ Երևի գարուն ամառ խոհանոցը, որովհետև հատապտղային, մրգային սեզոնները, որ գունային, առատ, ի վերջո, ինչ ուզում ես կա։ Իհարկե հիմա այնպես է որ ձմռանն էլ ամեն ինչ համարյա գտնում ենք։ Բայց դե նույն համը չունի։ Ուրիշ է, այո, բոլորովին այլ է։ Ես մտածել եմ այդ հարցի շուրջ, օրինակ ինձ թվում է դա պարզապես մարդու մարմնի թելադրանքն է, որ տվյալ եղանակին համապատասխան ուտես տվյալ ժամանակահատվածում աճող միրգ կամ հատապտուղը կամ բանջարեղենը, չգիտեմ, որովհետև օրինակ երբ գալիս է արդեն սեպտեմբերի վերջ կամ լավ հոկտեմբեր 10-15-ից այս կողմ, օրինակ այլևս երբեք ինձ չի ձգում ելակը կամ կերասը կամ այն մրգերը, որ մենք վայելում ենք Սեզոնային չեն, այո։ Իսկ ահա մայիսի վերջ կամ հունիս ամսին կարող եմ կիլոգրամներով օրինակ վայելել ելակը։ Դե պետք է միշտ հիշենք, որ մենք էլ այնուամենայնիվ բնության մի մասնիկն ենք եւ երբ սկսում ես համահունչ դառնալ բնությանը, լսել այդ ազդակները, որը գալիս է մեր ներսից, բնազդաբար երբեմն ավելի բնության հետ համահունչ է սկսում ապրել, այս դեպքում նաև սնվել, այո, եւ օրգանիզմդ էլ ավելի հաշտ է լինում, որովհետեւ օրինակ ամռանը երբեք մենք տաք ապուրներ, ծանր ուտեստներ չենք կարող այդքան հեշտ մարսել եւ վայելել, որքան օրինակ ձմռանը կամ ամառը շատ հաճախ մենք անտարբեր ենք լինում տարատեսակ պահածոների, կոմպոտների, ինչքան էլ զովացուցիչ են դրանք, միևնույն է կոմպոտը պետք է ձմռանը վայելել եւ ամառը այլ զովացուցիչ ըմպելիքներ կարող են հասնել օգնության, որովհետև մեր տատիկները հատկապես հիշում ես ինչքան էին չարչարվում ամռան ընթացքում, որպեսզի ձմռանը մենք ունենանք ամենահամեղ պահածոները։ Իհարկե հիմա հայկական արտադրողները այդ գործը իրենց ուսերին են վերցրել եւ հիանալի կատարում են։ Եվ իսկապես հարուստ ենք այդ մասով, բողոքել պետք չէ։ Ավելացրեցինք նաև քիչ թե շատ բովված քունջութը։ Լավ էլ բովել է քունջութը, բայց մինչև դուք էտեղ խոսում էիք տատիկների, մայրիկների կոմպոտներից,
Մենք ասեմ, որ այստեղ արդեն խառնեցինք թանձրուկը եւ հրաշալի համ է բույր է գալիս, ես պատկերացնում եմ ինչ համեղ է լինելու։ Նաև ավելացրեցի կծու պղպեղը, այն փոքրիկը։ Այո, այն կարմիր։ Ախ, այդ փոքրիկը ծծում է փաստորեն։ Այո։ Լավ։ Եվ հիմա մեզ մնում է մատուցման ափսեի մեջ տեղավորել եւ քունջութը վրան էլի ավելացնել ու այս անգամ պետք է Անուշի հետ կրկնակի ասենք, ես ասեմ Անուշ լինի, Ես ավելացնեմ Անուշ լինի։ երկու ստեկ, երկու Անուշներով, այսպես եւ քունջութ հետ ավելացնենք ու ասենք Բաղադրիչները իհարկե շատ հաճախ ենք մենք հանդիպում, բայց այստեղ այո, այցեքարտային էր թանձրուկը պատրաստված ու շատ հետաքրքիր է։ Վստահ եմ մեր հեռուստադիտողները կպատրաստեն։ Շնորհակալություն Անուշ։ Մինչ դուք կասեք Ձեզ Անուշ լինի, շնորհակալություն։ մենք կասենք շնորհակալություն հետաքրքիր ու համեղ բաղադրատոմսի համար մեր շատ սիրելի Անուշներ։ Այո, Անուշներն են մեզ մոտ աղարում, սիրելի հեռուստադիտողներ, դուք հիմա վայելեք երաժշտական տրամադրությունը, մենք էլ գնանք տեսնենք ինչ է կատարվում այնտեղ։